Հիսուսը եւ Պետրոսը առաջի անգամ իրար հանդիպեցին ջրի ափին, լճի ափին հանդիպեցին եւ Հիսուսը առաջարկեց Պետրոսին, որպեսզի մտնի իր նավի մեջ։ Հիսուսը մտավ, Պետրոսը համաձայնվեց եւ Հիսուսը մտավ այդ նավի մեջ եւ սկսեց այդ նավից քարոզել։ Եվ որ Հիսուսը իր քարոզը ավարտեց ժողովրդի հետ խոսալը, մենք գիտենք Հիսուսն ասեց՝ «Արի նավը ծովի խորքը գնացեք եւ ուրկանը գցեք ջուրը»։ Աշակերտները ասեցին ամբողջ գիշեր չենք բռնել, աշակերտ չէին, այդ վաղ ձկնորս էին։ Հիսուս Պետրոսն ասեց ամբողջ գիշեր չենք բռնել, բայց քո ասացի համաձայն դա կանենք։ Նույն նավներ, ուշադրություն դարձրեք, նույն նավներ, նույն ձկնորսներն էին, ոչ մի բան չէր փոխվել եւ նաեւ նույն այդ սետկեքներ, այդ ցանցերն էր, նորից մտան նավը։ Եվ կրկնում եմ, աշակերտները ասեցին, որ ամբողջ գիշեր չենք բռնել, բայց այս անգամ մի առանձնահատկություն կար, այս նավի մեջ այլևս հայտնվել էր Հիսուսը։ Մեծ փոփոխություն կար, ոչ թե լճի մեջ, ոչ թե նավի հետ, ոչ թե այլ Հիսուսը հայտնվել էր այդ նավի մեջ։ Եվ Հիսուսն ասեց՝ նավի խորքը գնանք եւ ուրկանը գցեք ջուրը։ Երբ որ գցեցին, ասում է, այնքան շատ ձուկ բռնեցին։ Էն էլ օրվա այդ ժամին, ինչի են գիշերը դուրս եկել բռնելու, որովհետեւ ձուկ բռնելու ժամը հենց գիշերն էր։ Եվ իրանք արդեն առավոտյան դուրս էին գալի, որտեվ գիտեն ցերեկը էլ հնարավոր չէր ձուկ բռնելու։ Սակայն հայտնվում է Հիսուսը եւ իրավիճակը փոխում։ Ասում է մի բան, որը անհնարինի ժանրից է, եւ գնում են այնքան շատ ձուկ են բռնում, որ նավերը պարզապես գրված է, որ նավերը խորտակվում էին եւ կողքի նավերն էլ եկան սկսեցին օգնել։ Ինչ էր տեղ ունեցել։ Մյուս նավերը տեսնում էին, գիտեք այս նավերը, այդտեղ էլի նավեր կային, որ հետևում էին այս նավին, այս նավի կողքերն են, բայց հետարքիրը հենց այս նավն էր լիքը ձուկ բռներ։ Ինչն էր պատճառը, այս նավի մեջ էր Հիսուսը։ Միակ առավելությունը, մեծագույն առավելությունը մարդու այս երկրավոր կյանքի մեջ, դա Աստծո ներկայությունն է մարդու կյանքի մեջ։ Մովսեսն ասում էր՝ դու մեզ հետ արի, որպեսզի մենք գերազանցենք մնացած բոլորին։ Սա առանձնահատուկ է դարձնում։ Եվ որ ասում եմ առանձնահատուկ, կրկնում եմ, սա միշտ ուզում եմ նշեմ, եւ որ ասում եմ առանձնահատուկ, նկատի չունեմ, որ գնանք տուն Facebook-յան խոսքեր գցենք, աշխարհիկներին ճնշենք։ Կամ մարշրուտում մեջ տենանք, նայենք այս փղշտացիներ, հա, այդ դրա մասին չեմ ասում, հա, անհավատ մարդկանց, ասենք տեսնենք, որպես սադուկեցիներ, փարիսեցիներ, չէ, անհավատների հանդեպ Հիսուսը այնքան սիրեց աշխարհը, որ իր կյանքը տվեց, այսինքն սիրո պատճառով էր, որ Հիսուսը խաչվեց։ Եկեք շարունակություն նայենք, ինչ արեց, խնդրում եմ Պետրոսի Հիսուսի արածը, հիմա նայեք Պետրոսի արձագանքը։ Այս ինչ որ ասում էի, հիմա ասեմ ինչի համար այս պատմությունը պատմում եւ աղոթքի ժամանակ այս միտք եկավ, ուզում եմ ձեզ հետ կիսեմ։ Պետրոսի արձագանքը Հիսուսի արածին։ Նավերը լցված էին ձկնով, իրանց ուզածներ, Պետրոս ասեց՝ Տեր, ինձանից հեռու գնա, որովհետև ես մեղավոր մարդ եմ։ Գիտեք Պետրոսը ինչ էր ուզում անել այդ պահին, ուզում էր փախները տեղից, որովհետև Պետրոսը զգաց, որ նավում է, իր նավի մեջ է հայտնվել մի գերբնական էակ, սուրբ էակ։ Եվ ամբողջ իր պատկերացումները, ուշադիր եղեք, իր ամբողջ պատկերացումները Աստծո հետ կապված այսպիսին էր. եթե Աստված սուրբ է, եթե չէ Աստված սուրբ է, մարդը պիտի հեռու լինի։ Սա էր այն հին ուխտի կերպն ու ձևը, մարդը մեղավորը պիտի հեռու փախնի։ Մարդը մեղավորը պիտի հեռու մնա։ Դրա համար միշտ էս առանձնահատկությունը կար, սուրբերը, մեղավորները, անընդհատ սա կար։ Հիսուսի արածը եւ Պետրոսի արձագանքը՝ Տեր ինձանից հեռու գնա, ես մեղավոր մարդ եմ։ Անցավ 3 տարի, նորից Հիսուսը խաչվել էր, Հիսուսը մահացել էր, ովքեր են իմ հետ գալի, ովքեր են լսում ինձ, հա, տենամ ում է հետարքի ինչ եմ պատմում, եկեք իմ հետ, վստահեք ինձ, եկեք, եթե դու հատկապես տաքսիով ես եկել, ընենց արա հանես, ժամանակդ, այն ներդրումը, որ այլ ես, ընենց արա, որ գաս, հա, ես եղել աղ չեմ ուզում լավ համատություններ անեմ, լավ գնացինք առաջ, հումորով եմ ասում, հանես ինչ, ընենց քան վերցնես, որ հանես, եկեք կոպիտ եմ ասում և հումորով եմ ասում,
Ինչ էի ասում, 3 տարի անցավ, Հիսուսը խաչվել էր, մահացել էր, եւ աշակերտներից մեջ Պետրոս ասեց, եկեք գնանք ձուկ բռնենք։ Ոնց որ թե ամեն ինչ ավարտվեց, եկեք նորից գնանք ձուկ բռնենք։ Աշակերտները գնացին ձուկ բռնելու Պետրոսի հետ։ Եվ գրված է նորից ամբողջ գիշեր ձուկ չբռնեցին։ Պատմությունը կրկնվեց։ Ինչի համար, որովհետև այլևս նորից Հիսուսը նավի մեջ էր, բան չէր փոխվել։ Ամեն ինչ նույնն է։ Ինչ եղավ այդ ժամանակ։ Մոտիկանում էին ափին, հանկարծ տեսան ափին, հեռվից տեսան ափին մոտ մի մարդ է քայլում։ Բարևեցին եւ այդ մարդը ասեց, ուրկանը ծովի աջ գոմը գցեք։ Առավոտ էր եւ իրանք նորից ամբողջ գիշեր չարչարվել են, չեն բռնել, նորից մոտիկանում են ափին։ Համարները չեմ ասում, գրված է Հովանու ավետարան սիներ 21-րդ 21-ից եմ կարդում, 20-ից։ Չէ, 21 գլխից եմ կարդում։ Նորից մոտիկանում են ափին եւ Հիսուսը այնտեղից ասում է, ուրկանը ծովի աջ կոմը գցեք։ Այս անգամ Հիսուսն ասում է աջ կոմը գցեք։ Երբ որ գցում են, լիքը ձուկ են բռնում։ Ինչ է անում Պետրոսը։ Պետրոսն ասում է, սա Հիսուսն է, զգաց, սենց մենակ Հիսուսը կարող աներ։ Եվ ինչ է անում Պետրոսի արձագանքը Հիսուսի արածին։ Առաջի ժամանակ 3 տարի առաջ Պետրոսը, երբ որ Հիսուսը հրաշքարեց, ուզում էր փախնել Հիսուսից։ Այս անգամ Պետրոսը գիտեք ով էր, ուրացել էր Հիսուսին։ Էն էլ 3 անգամ էր ուրացել Հիսուսին։ Եվ այս անգամ Պետրոսը նորից խաչելությունից, հարությունից հետո իրան գիտեին Հիսուսը գերեզմանոցում է, լսում էին, հա, այսինքն չէ, հարությունը եղել էր գիտեին, բայց այդ խառնաշփոթ ժամանակն էր։ Հանկարծ իմանում է Պետրոսը, որ Հիսուսն է, գիտեք ինչ անում, ասում է, որ հենց այդպես ինքը էլ չի տարվում ձկներով, իրան գցում է ջրի մեջ ու լողալով գնում է դեպի Հիսուսի մոտ։ Առաջի անգամ փախնում էր, երկրորդ անգամ վազում էր։ Առաջի անգամ սկի մեղք չէր գործել Հիսուսի հանդեպ, երկրորդ անգամ նույնիսկ մեղք էր գործել Հիսուսի հանդեպ։ Բայց գիտեք, մի բան կար, որ Պետրոսի մեջ փոխվել էր, ճանաչողությունը։ Նա ճանաչում էր Հիսուսին։ Լսենք։ Երբ որ մարդը Աստծուն ճիշտ չի ճանաչում, դա քեզ միշտ ստիպելու է հետ քաշվել, դա քեզ միշտ ստիպելու է, դրթելու է քո մարդու անտեղյակություն Աստծո հետ կապված, միշտ մարդուն դրթում է, գիտեք ինչ անել, թաքնվել, ինչպես Ադամն էր թաքնվում։ Միշտ մարդը ուզում է թաքնվել, բայց երբ որ սկսում է մարդը ճանաչել Աստծուն, վազում է դեպի Աստծուն։ Եվ անկախ դրանից, երիտասարդ, դու ինչ սխալ ես արել կամ ինչ սխալ չես արել, երբ որ ճանաչում ես Աստծուն, դա քեզ դրթում է վազես դեպի Աստծուն, որովհետև ինքը կարա հանի քեզ այդ վիճակից։ Պետրոսը այս երկրորդ անգամ այլևս ոչ թե փախնում էր Հիսուսից, այլ վազում էր դեպի Հիսուսը, ելուր փախնեմ։ 3 անգամ ուրացավ, այս անգամ ասեց չէ, ես պիտի վազեմ դեպի Հիսուսը, դեպի շտապեմ դեպի Հիսուսը։